միշտ սպասում են, որ ես հերթական աղցանը պետք է պատրաստեմ։ Սա երևի հաջորդներից մեկն է, հետաքրքիր աղցան ենք պատրաստում կարմիր լոբով ու հավի կրծքամսով։ Շատ հետաքրքիր աղցան է, մնացեք իմ հետ, որպեսզի միասին պատրաստենք։ Սիրելիներս, իմ աղցանները, որ պատրաստում եմ այս օրերին, հատուկ ընտրված են բաղադրիչները, որ յուրահատուկ, ինչ-որ դժվար հայթայթող, այդպիսի աղցաններ չլինեն, հասարակ, համեղ, այդպիսի բաղադրիչներից եմ պատրաստում, որ կարող եք և ամենօրյա սովորական առիթներին, և մեծ առիթներին, և տոներին պատրաստել, երբ ուզում եք պատրաստել կլինի։ Այնպես որ ես այդպես եմ ապրել այս անգամ։ Ուրեմն 4 հատ փոքրիկ կարտոֆիլ, շատ փոքրիկ այսպես կարտոֆիլներ եմ եփել, շատ չեփեք, թող ինքը մի փոքրիկ խրտ-խրթան մակերես ունենա, այսպես ասեմ, որ շատ էփած է լինում, գիտեք, հետո պյուրե է ստացվում աղցանի մեջ ու հաճելի չի ուտելը։ Ուրեմն, այսպես կարտոֆիլը կտրատում ենք, անցնում առաջ։ Կարտոֆիլը գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ավելացնում եմ միանգամից կարմիր լոբին, 1 տուփ կարմիր լոբի է, այսինքն մոտավորապես 300 գրամ եփված վիճակում, ոչ թե հում վիճակում, բայց մի քիչ ավել պակասը չի խանգարում, այնպես որ հանգիստ պատրաստեք։ Հավի կրծքամիս ունեմ 150 գրամ, դա ենք կտրատում, լավ եփեք, ես միշտ էլ նշում եմ, հավի միսը պետք է լավ եփել, համոզված եղեք, որ լավ եփված է, որպեսզի ձեր հարազատներին, բարեկամներին չցունավորեք։ Հավի կրծքամսով պատրաստվող աղցանները, երբ որ մարդիկ թունավորվում են, միշտ մեղքը մնացած սունկն է, այս մեկն է, ոչ, հենց հավն է, որտեղ որ հավ կա, միշտ հիշեք, պետք է լավ եփեք, դա շատ կարևոր է։ Այսպես, հավի միսը շատ մանր մի կտրատեք, որովհետև ինքը աղցանի մեջ միևնույնն է մանրանալու է, որովհետև կրծքամիսը շատ հեշտ է մանրանում։ Հիմա մարինացված վարունգ կամ թթու վարունգ, դուք ընտրեք որն եք սիրում կամ որը ունեք տանը։ Ես երանի կտայի, որ տանը ունենա 2 տեսակներ, որպեսզի այսպիսի վարունգ վաճառեին Իտալիայում ու ես էլ ձեռք բերեի ու թթու դնեի, մարինատ անեի, չկա, այստեղ չեն վաճառում։ Ես էլ այսպես պատրաստին եմ ձեռք բերում, որ համեղ չի լինում, բայց ոչինչ, արդեն հարմար եմ։ Դամակս մի քիչ, այսպես մանրացնենք ու ավելացնենք աղցանը։ Այս էլ վարունգը ավելացնում ենք, այս աղցանի մեջ կանաչ, թարմ սոխ պետք է ավելացնենք, որովհետև յուրահատուկ է ստացվում։ Ուրեմն մի փոքրիկ սոխ, մի փոքրիկ էլ համեմ, այս աղցանի մեջ համեմ եմ սիրում, մանր կտրատում ենք։ Ես հիմա ձեզ ցույց կտամ այստեղի սոխը կանաչ, ինչպիսի տեսակ է լինում։ Ես հիմնականում տանը այգիում աճեցնում եմ, բայց դուք տեսեք ինչպիսի հետաքրքիր նուրբ է ու շատ նուրբ համ ունի, համեղ է լինում, սրանից չեմ բողոքում։ Էլի ինչ-որ մի ձև կարելի է օգտվել։ Հիմա խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնվեն, հետո համեմում ենք, իդեպ ես այստեղ սև պղպեղը շատ կարևոր է, մի քիչ առատ ավելացրեք, որովհետև շատ համեղ է։ Ես հենց տեղում եմ աղում, որպեսզի համն ու հոտը հրաշք լինի, մի փոքրիկ աղ եմ անում, էլի խառնում եմ ու ավելացնում ենք թթվասեր կամ մայոնեզ։ Ու էլի մի լավ խառնում ենք։ Այդ տեսնում եք, այսքան խառնում ենք, բայց աղցանի տեսքը չի կորում, որովհետև բաղադրիչները սիրուն գեղեցիկ նկատի ունեմ կարտոֆիլը շատ չենք եփել։ Իդեպ ես լոբին 1 տուփ է, արդեն եփած վիճակում եմ ձեռք բերել, որպեսզի մի փոքրիկ լոբի համար այդպես չդնեի, թրջեի, եփեի,
Հարմար է, արդեն եփած վիճակում վաճառում ենք, ճիշտ է ավելի օգտակար, երբ որ մենք տանում ենք եփում, խորհուրդ եմ տալիս այս տարբերակը, բայց հեշտությամբ արագ լինելու համար սա էլ է լավ տարբերակ։ Սա է մեր աղցանը, հիմա կմատուցենք։ Շատ լավն է։ Այստեղ կարող եք ընկույզ էլ ավելացնել կամ նուշի հատիկներ, շատ համեղ կլինի, խորհուրդ եմ տալիս, ես իմ սխալը կուղեմ, հաջորդ անգամ կավելացնեմ, բայց տանը ունեմ, կարող եմ էլի ավելացնել։ Դե ինձ երեներս, շատ համեղ է, կպատրաստեք, օգտակար է ամենակարևորը, ոչ մի վնասակար բաղադրիչ չկա, բացի մայոնեզը կարող եք թթվասերով փոխարինել կամ քամած մածունով, դա էլ է հրաշք ստացում։ Այ խոստանում եմ առաջիկա օրերին պատրաստել նաև քամած մածունով շատ համեղ աղցաններ, տոնական աղցաններ, որ կարող եք հյուրասիրել ձեր ընկերներին եւ բարեկամներին, հարազատներին։ Դե ինձ սիրելիներս, անպայման պատրաստեք, անուշարեք, ինձ էլ կհիշեք, չմոռանաք։ Իսկ ես ձեզ բոլորին ուրախ ու երջանիկ օրեր եմ մաղթում։ Հաջողություն կտեսնենք հաջորդ տեսանյութին։